Հայկական ծիրանը հասավ Դուբայ։ Մեռնեմ մեր հայկական ծիրանի համին։ Համ հպարտանում եմ, համ ուրախանում եմ, համ չգիտեմ, երեխու նման հրճվում եմ։ Հայկական ապրանքը մեծ թափով մտնում է Դուբայ։ Արդեն որ երրորդ խանութն է, տեսնում եմ տարբեր ապրանքներ։ Հիմա տեսեք հայկական յան հյութերը։ Շշմելու է, շատ եմ ուրախանում։ Հայկական նուրը Արմենիա, էս էլ ամար սոկերը, նայեք։ Այս լրիվ ուրիշ խանութում եմ հիմա ու պարզապես հայկական ապրանքը գրավում է Դուբայի շուկան ու էսի գժվելու կա, էսի շատ թույնա, շատ կուզենամ, որ բոլոր ապրանքները են, գործարարները, ովքեր որ արտադրում են այդ պահածոններ, խմիչքներ, չգիտեմ, ամեն ինչ նայեք, թթու վարունգներ հայկական, այստեղ մի խոսքով թույնա, գժական, Դուբայը շատ մեծ շուկա է ու իրոք պետք է այս շուկան հայկական ապրանքը, մեր որակյալ ապրանքը գա այստեղ հասնի ու վայելեն բոլորը։ Հայկական ծիրանը հասավ Դուբայ։ Armenian apricot, հələ նայեք ինչ լավ ծիրան է, շատ լավն է։ Հայկական գիլազը Դուբայում, նայեք, Armenian cherry, հələ նայեք ինչ լավն է, ընտիր։ Հայկական մեր ապրանքը բերեք Դուբայ, որովհետև Դուբայի շուկան սարսափելի մեծ է ու չգիտեմ, տանց, ծիրան, գիլազ հայկական, գժվելու բան է։ Մեռնեմ մեր հայկական ծիրանի համին, արա։ Աշխարհ մանգաս հայկական ծիրանի համը չկա ու չի լինի։ Լիքնա Դուբայում, արդեն լծածա ծիրան, գիլազ, տանց, սոկերը, թթու, էջո, չգիտեմ, խավիար, ինչ ասես կա։ Մի կիլո գիլազ, մի կիլո տանց, այսօր հայկական մրգի պարտի է։